Ազատություն ռադիոկայան Ռուզաննա Ստեփանյան, պարոն Սիմոնյան, ձեր համար ձեր թիմակիցների որոշումը անակնկալ էր, թե ոչ, եւ դուք ստացել եք բացատրություն ձեր թիմակիցներից, նաեւ վարչապետից, թե ինչու այդուհանդերձ որոշում կայացվեց փոխել ազգային ժողովի նախագահին եւ դուք ասացիք նեղվածություն չունեք, բայց մանդատը չվերցնելը արդյոք նաև այդ նեղվածության դրսևորումներից մեկը չէ։ Չէ, այդ նեղվածության դրսևորումներից մեկը չէ, ես ունեմ անցած ճանապարհ, քաղաքական ճանապարհ, ես ավականիել եմ եղել, պատգամավորել եմ եղել եւ շատ բարձր եմ գնահատում պատգամավորի ինստիտուտը։ Չեմ համարում, որ դա նեղվածության արտահայտումը, դա իմ որոշումն է, Նեղվածություն չկա, անակնկալի մասով արդեն պատասխանեցի, որ իմ համար ակնհայտ է, որ ժամկետը ավարտվել էր եւ պետք է նորից մանդատ ստանա եւ որևիցե բան չեմ տեսնում դրա մեջ։ Ես եղել եմ ավականի, եղել եմ պատգամավոր, եղել եմ փոխխոսնակ, այժմ եղել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ կամ ազգային ժողովի նախագահ դեռ կարծում եմ, որ ավելացնելու բան չունի։ Նկատի ունեմ դուք ստացել եք ձեր համարվող նեղացի պատասխանը, ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի, ուստի ես եւ նման խոսակցություն չեմ ունեցել եւ համարում եմ նման խոսակցությունը տեղին չէ։ Տեսեք, վարչության անդամները իրենք բոլորը իրավազոր բարձր պաշտոն ունեցող եւ քաղաքական պատմություն ունեցող քաղաքական կուսակցության ամենաբարձրագույն մարմնի ներկայացուցիչներ են։ Հիմա իրանց որոշումն է, ես էլ եմ շատ որոշումներ եմ կայացրել, ասեք չգիտեմ, ցուցակի մեջ մարդկանց ընդգրկելու, չընդգրկելու հետ կապված կողմ եմ եղել ինչ-որ մարդկանց դեմ եմ եղել իրանց հետ նույնպես։ Ասենք հիմա ամեն բանի հետ կապված կարծում եմ ճիշտ չի նման քննարկման մեջ մտնել։ Եվ հասել չեք դիտարկում կուսակցությունից դուրս գալու։ Չէ, ես այդ կուսակցության ստեղծողներից եմ, ես քաղաքական process-ի մաս եմ, քաղաքական process-ի մաս մնալու եմ, ես մնալու եմ իմ ընկերների կողքը, այնքան ժամանակ, որքան որ կկարողանամ ծառայել, այնքան ժամանակ ինչքան իրանց պետք կլինեմ, եթե ինչ-որ տարբերակ, ինչ-որ առաջարկ կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ։ Քանի որ առաջարկից խոսեցիք, Կամ ձեր տաղավար էլի ստացվեց։